Բարյոր այսօր կխոսենք կրծքագեղձի կիստաների, ֆիբրոադենոմաների եւ կրծքագեղձի հասկային մասին տաղավարում հյուրընկալել ենք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամմոլոգիական բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր սուիցը սկսենք կիստաներից, ինչի հետևանքով են զարգանում։ Նախ ասենք, որ կիստաները որպես կանոն կարելի է դիտարկել ընդհանուր մաստոպաթիաների կառուցվածքի մեջ, չնայած տարբերակում ենք նաև ուրեմն սոլիդ առանձին կիստաներ, դրանք որպես կանոն իրենց ինչ է ներկայացնում, հեղուկով լցված պարկեր են եւ որպես կանոն, ինչպես ասացի, դրանք դիտարկում ենք մաստոպաթիաների ընդհանուր կառուցվածքի մեջ։ Պատճառագիտության մեջ եթե նշենք, առավել հաճախ իհարկե մի քանի խումբ պատճառներ ենք առանձնացնում, սկսած գինեկոլոգիական խնդիրներից, տարբեր տիպի էրոզիաներ, էնդոմետրիոզներ եւ այլ։ Երկրորդ հիմնական խումբ պատճառը դա հորմոնալ շեղումներն են, որոնք հիմնականում պայմանավորված են ձվարանների եւ վահանաձև գեղձի հետ։ Այսինքն, երբ առավելապես լինում է ոչ լարժեք ձվազատում, այսինքն ձվարանի կիստաների առաջացում եւ վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ հիպոֆունկցիա։ Առավել հաճախ, եթե կլինիկական նշաններից ասենք, առավել հաճախ իհարկե ոչ պարտադիր, բայց առավել հաճախ հանդիպող նշանները դրանք որպես կանոն լինում են դաշտային ցիկլի խանգարումների տեսքով, ասենք առատ սակավ ու շուտ երկար կարճ, լինում է մազաթափության ձևով, երբ կինը նշում է, որ ունի, ասենք, այն հատվածներում, որտեղ բնորոշ չի մազաթափություն եւ այլ հատվածներում, որտեղ բնորոշ չի մազակալում, քաշի փոփոխություն դեպի ավելացման կողմը, լինում է մաշկի չորություն, ճարպոտություն, մաշկի վրա ուսի կրծքի պարանոցի վերին հատվածներում հիմնականում ակնեների, այսպես կոչված դեռահասության ակնեների բզուկների առաջացում։ Այսինքն նշանները, որոնք մեզ անուղղակի կարող են հուշել, որ կա հորմոնալ շեղումներ։ Եվ երրորդ հիմնական կարևոր պատճառներից մեկը դա կնոջ ոչ ռեգուլար, ոչ բավարարված սեռական կյանքն է։ Այսինքն նշաններ, որոնք մեզ կարող են հուշել խնդիրների մասին։ Կիստաները, եթե լինում են բազմակի, հիմնականում 1-2 սանտիմետր, մենք որպես կանոն դրանց ուղղակի դիտարկում ենք, եթե կա որոշակի հատուկ շեղում, առանձնահատկություն, մենք իհարկե առաջարկում ենք կամ պունկցիոն բիոպսիա, այսինքն դատարկել բջջաբանական հետազոտություն իհարկե կատարելով, կամ եթե արդեն կա ինչ-որ կիստայի բորբոքում, կամ ասենք ցիստոպապիլոմա, այսինքն առաջացում, երբ կիստայի մեջ առաջանում է պապիլոմա, դրանք առաջարկում ենք որպես վիրահատական բուժում։ Եթե չէ, մենք որպես կանոն առաջարկում ենք դեղորայքային բուժում։ Չնայած դեղորայքային բուժումը կարևոր է, բայց ես միշտ անպայման շեշտում եմ, որ առավել կարևոր է պատճառական բուժումը։ Մինչև պատճառը չբուժենք, հետևանքը ինքնուրույն չի անցնի։ Այնպես որ ավելի կարևոր է պատճառի հայտնաբերումը, պատճառական բուժումը եւ իհարկե զուգահեռաբար մաստոպաթիայի բուժումը։ Կիստաները շոշափելի են, թե մինչև չստուգվեն չեն իմանալու։ Սովորաբար իրենք շոշափում են որպես փոքրիկ, փափուկ, էլաստիկ, այլ այդպես ասել, փոքրիկ պարկերի ձևով։ Ցավոտ սովորաբար չեն լինում մինչ նախադաշտանային շրջան, երբ որ նախադաշտանային շրջանում կնոջը բնորոշ կրծքագեղձերի փքվածության ուրացության երևույթներն են, այդ ժամանակ նաև նկատում է կիստաների հեղուկի ավելացում, որը բերում է կիստայի պատի ձգվածության, այսինքն ցավերի առաջացման։ Ընդ որում կարող է պացիենտը ունենալ մինչև 5-6 սանտիմետր կիստա, որովհետև այդպես արտարոց զգանգատ չնշի, բացառությամբ որ ինչ-որ փափուկ բան է շոշափում, բայց նույն որ թեկուզ 5-6 միլիմետր կիստաներ, որոնք չափազանց շատ ցավ են առաջացնում, որի համար պացիենտը ավելի հաճախ դիմում է, քան թե ասենք այդ մեծ կիստաների պարագայում։ Ցավի դեպքում վիրահատություն է նշանակում, թե դեղորայքով է բուժում։ Չէ, ցավի դեպքում, ինչպես ասում ենք, դա դիտարկում ենք մաստոպաթիայի որպես ախտանիշներից մեկ եւ արդեն առաջարկում ենք մաստոպաթիայի բուժում։ Վիրահատությունը առաջարկում ենք, երբ որ կա կիստայի բորբոքում, այսինքն կա ինչ-որ թարախակալում, կամ ինչպես ասացի, արդեն կա կիստայի ցիստոպապիլոմայի վերածում, երբ որ առաջանում է կիստայի ներսում պապիլոմա, որը կարող է պոտենցիալ, ինքը բարորակ է, բայց պոտենցիալ ժամանակի ընթացքում կարող է վերափոխվել դեպի չավրակը։ Բարորակ են համարվում նաև ֆիբրոադենոմաները։ Այո։ Իհարկե ֆիբրոադենոմաները դրանք առավել հաճախ հանդիպող բարոյացություններ են, այնտեղ կան նաև գամարտոմաներ, լիպոմաներ եւ այլ։ Բայց ֆիբրոադենոմաները, ինչպես ասացի, դրանք առավել հաճախ հանդիպող են, եթե սովորաբար մինչև 2 սանտիմետրանում մենք չենք էլ առաջարկում վիրահատություն, պարզապես առաջարկում ենք հսկողություն։ Եթե 2 սանտիմետրից մեծ է, կամ տեսնում ենք որոշակի ժամանակի ինտերվալում, ենթադրենք 6 ամիսի մեկ նշանակում ենք հսկողություն, այսինքն սոնոգրաֆիա։ Այդ պարագայում մենք ուրեմն հսկում ենք 3 հիմնական չափանիշներ՝ չափ, քանակ եւ որակ։
Եթե տեսնում ենք, որ այդ ինտերվալ ժամանակի տվյալ միավորի ընթացքում չափ ասենք մի քանի միլիմետրի դեպքում կարող ենք տենց չբարթացնել այսպես ասած իրավիճակը, պարզապես բայել հսկողության տակ։ Եթե տեսնում ենք, որ այդ 6 ամսվա ընթացքում աճը արագ է, այսինքն մեծ է չափը, կես սանտիմետրից մեծ, 1 սանտիմետր եւ այլը, մենք ամեն դեպքում առաջարկում ենք հեռացնել։ Երկրորդը դա քանակականն է, այսինքն կարող են լինել միակ եւ լինել բազմակի։ Եթե լինում է բազմակի, այստեղ մի շատ կարևոր հարց է, որ նույնիսկ եթե մենք պացիենտին առաջարկենք վիրահատություն եւ բոլոր ֆիբրոադենոմաները հեռացնենք, կա հավանականություն եւ մեծ է հավանականությունը, որ կարող է ինչ որ ժամանակ հետո նոր առաջանալ։ Ես ինքս երբ որ տեսնում եմ կա բազմակի եւ չկա որևէ ֆիբրոադենոմա, որը հատուկ ուշադրության, այսինքն վիրահատական միջամտության կարիք ունի, այդ դեպքում նույնիսկ ինքս առաջարկում եմ 1 մինչև 2 տարի հսկել, ինչ նպատակով, որ ենթադրաբար, եթե այդ ֆիբրոադենոմաները էլի կան փոքր, որոնք կարող են դեռ մեծանալ, թող հնարավորին չափ իհարկե, ինչքան որ հնարավոր է կարող է մեծանալ, հայտնի դառնալ, որովհետեւ մենք գնանք, եթե գնանք վիրահատության, հնարավորինս հեռացնենք բոլոր ֆիբրոադենոմաները, չնայած այնպես որ 4-5 մմ, որ ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ։ Այսինքն այդ պարագայում կարելի ուղղակի որոշակի ժամանակ հսկել ու գնալ վիրահատության, ենթադրելով, որ հնարավոր է դրանից հետո այլևս նորը չառաջանա։ Եվ իհարկե կան ֆիբրոադենոմաներ, մի կարելի ասել այսպես ասենք տարատեսակը, դա տերևանման ֆիբրոադենոման, կամ ասում ենք ֆիլոիդ ուռուցք, կամ ֆիլոիդ ֆիբրոադենոման, ինքը ի տարբերություն սովորական ֆիբրոադենոմայի ունի հավանականություն դեպի վատը վերափոխվելու։ Իհարկե դա բավականին ժամանակի մեջ կարող է տեղ ունենալ եւ այնպես չի որ պետք է հրատապ շուտ գնալ վիրահատության։ Մենք այսինքն այստեղ շատ կարևոր բան է, երբ որ եզրակացությունը կարդա ցանկացած պացիենտ, այդտեղ ամենավերջում գրվում է միջազգային բիրած դասակարգում։ Եթե լինում է 2, դա սովորական ֆիբրոադենոմաներն են։ 3-ի պարագայում կարծում ենք, որ բարորակ է, բայց արդեն փոքր-ինչ կասկած կա դեպի վատը վերափոխման։ Մինչև 95-98% դեպքերում կարող ենք ասել, որ բարակ է։ Երբ որ արդեն այնտեղ գրվում է 4, արդեն դա ավելի պետք է զգաստանալ, պետք է զգուշ լինել եւ արդեն առաջարկել կամ պունկցիոն բիոպսիա, կամ տրեպան բիոպսիա, կամ արդեն հարցը դնել վիրահատության։ Երբ որ տեսնում ենք այ երրորդ կարևոր չափանիշը դա որակական փոփոխություն է, խոսքը ստանում են նրան, որ եթե տեսնում ենք, որ կա ինչ-որ ֆիբրոադենոմա, որը արդեն հնարավոր է չափը չի փոխվել, մնացել է նույնը, բայց եթե տեսնում ենք, որ բիրած դասակարգմամբ ինքը արդեն թիվը աճում է, այսինքն 2-ից դառնում է 3, 4 ու 5-ի մասին կարծում եմ պետք չի խոսել, արդեն պետք է շատ ավելի զգուշ լինել եւ արդեն առաջարկել, ինչպես ասացի, կամ բիոպսիա կամ արդեն վիրահատական բուժում։ Ֆիբրոադենոմայի առաջացման պատճառները նույնն են, ինչ կիստայի դեպքում։ Չկա որոշակի հստակ պատճառ, բայց այո, առավել հավանականը դա հորմոնալ էլի շեղումներն են։ Առավել հաճախ, առավել եւս, երբ որ մի քիչ առաջ ասացի, կան բազմակի ֆիբրոադենոմաներ։ Նույնիսկ ես ունեմ պացիենտներ, որոնք, այսպես կասենք, եթե կարելի է ընտանեկան մայրը եւ աղջիկները ունեն ֆիբրոադենոմաներ, ուղղակի ասենք իրենք գիտեն, այն մեծերը եւ փոփոխվածները, որոնք կասկածի տեղեկ են տվել, հեռացնում ենք եւ մնացածը պահում ենք հսկողության տակ։ Եվ այստեղ մի շատ նուրբ, բայց կարևոր բան կուզեի ասել, եթե կինը պատրաստվում է հղիության, այդ դեպքում մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս ազատվել այդ թեկուզ եւ հստակ ակնհայտ բարորակ է ֆիբրոադենոմա, բիրած 2, որևէ խնդիր չի, բայց խորհուրդ ենք տալիս ազատվել, որպեսզի հղիության ժամանակ որևէ այլ փոփոխություններ չի ենթարկվի հավանական։ Ինչի որտեվ ես գիտեք երբեմն ասում եմ որ պատկերացրեք շատ լավ է եկել եք 5-6 կամ չգիտեմ 7 ամսական հղի վիճակում եւ ընթացիկ ասենք մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս անել սոնոգրաֆիա եւ տեսնենք որ ֆիբրոադենոման կամ չափերով մեծացել է կամ ինչը որ ավելի կարևոր է եւ ավելի պետք է ուշադիր լինել, երբ որ բիրած դասակարգմամբ դերցել են ընդհանրեն 2-ը 3 կամ առավել եւս 3-ը 4 ու ինչպես վարվել այդ պարագայում հղի կնոջը հոգեբանական, ֆիզիկական տրավմա ենթարկել բնականաբար ցանկալ չէ, բայց անել բիոպսիա, գնալ վիրահատության, թե ուղղակի ասել գիտեք, սպասենք, տեսնենք ինչ կլինի հաջորդ, ասենք մինչև 9-րդ ամիս, այսինքն մինչև ծննդալուծումը, դա կարող է շատ վտանգավոր եւ ռիսկի խնդիր առաջանալ։ Ու ես անկեղծ ասեմ, մեկ պացիենտ եմ ունեցել այսքան ժամանակ, որին հղի վիճակում կատարել ենք վիրահատություն, դա հավատացեք եւ բժշկի համար
շատ հոգեբանական, դժվար, ծանր է։ Մենք արեցինք տեղայնով, շատ զգուշ, շատ նուրբ, վարացիոնը տևեց մի 10 րոպե, բայց հավատացեք, դա բացարձակ ցանկալի չի։ Ոչ տվյալ կնոջ հեղի վիճակում, ոչ էլ, ասեմ ձեզ, ոչ էլ բժշկի համար բացարձակ ցանկալի չի։ Բայց այս երկուսը բնորոշ են երիտասարդ աղջիկներին։ Այո, առավելապես շատ ճիշտ եք նկատում, որ ֆիբրոադենոմաները, կիստաները, այս բոլորը բնորոշ են եւ դա էլ խոսում է եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ հորմոնալ ակտիվ վիճակներին մենք ունենք դեպքեր, երբ որ արդեն դաշտարդաթարի այդ ժամանակ ենք հանդիպում, իմ ջալոց այդ դեպքում շատ պետք է զգուշավոր լինել, որտեվ մենք գիտենք, որ ֆիբրոադենոման ավելի բնորոշ է երիտասարդ կանանց, իսկ ասենք 45 կամ 50 տարեկան կնոջ մոտ առաջացած ֆիբրոադենոման շատ կասկածելի է, եւ մենք չնայած եւ եթե լինում է, որ տեսնենք, որ ամեն դեպքում եզրակացությամբ գրում է բարակ, մենք խորհուրդ ենք տալիս գնալ վիրահատության, որպեսզի ազատվել դրանց, որտեվ դա բացարձակ այդ տարիքում բնորոշ չէ, որովհետեւ թաքնված իրեն մեջ որևէ վտանգ չպարունակի։ Բայց քանի որ այն բավականին տարածված է, հիմա ինչու բոլորը վիրահատեն, եթե դեռ ամուսնացած չեն։ Երբ որ պատրաստում է արդեն հղիության, պետք է ազատվել, որտեղ ինքը կարող է պարզապես չափերով մեծանալ։ Առավել եւս, երբ որ կնոջ մոտ հղիության ժամանակ հորմոնները շատ կարող են իրենց բացարձակ անկանխատեսելի ու պահել եւ ֆիբրոադենոման չափերով մեծանալով կարող է ուղղակի ստեղծել խնդիրներ կերակրման ժամանակ, եթե անգամ նույնիսկ ինքը չվերափոխվի։ Այսինքն կարող է լինել առավելապես կենտրոնական տեղակայման դասավորության դեպքում կարող է սեղմել որևէ արտատար ծորանի, կաթնային ծորանի եւ բերել կաթի հոսքի խանգարման, արտահոսքի, այսինքն բերել լակտոզսազդի, այսպես կոչված կաթի արտահոսքի խանգարման, որը կարող է ստեղծել պայմաններ ուղղակի մաստիտի զարգացման։ Իսկ պատկերացրեք նորածին կնոջ մոտ, ասենք, չգիտեմ, մի շաբաթ կամ 10 օր առաջ ծննդաբերած կնոջ մոտ արդեն դա բացարձակ ցանկալի չի, դրա համար խորհուրդ է տրվում հեռացնել։ Երիտասարդները ինչպես են բացահայտում այդ խնդիրը։ Առավել հաճախ, եթե լինում է տեղակայումը դեպի մաշկ, այսինքն ավելի մակերեսային, եղծի մակերեսային շերտերում, շոշափում են որպես կլոր փոքրիկ գոյացում, ընդ որում հետաքրքիր է, որ հարցում ես ինչ գանգատներ եք, ասում եմ ոչ մի։ Չէ, ըլերս ասում եմ ցավ չունեմ, ասեմ ինչ գանգատներն եք, նորից ասում եմ ցավ չի, ասեմ իսկ գոյացում շոշափում եք, ասում եմ իհարկե, ասում եմ բայց դա գանգատա չէ, որպես կանոն դիմում են եթե ցավ է լինում, եթե ցավ չի լինում, գիտեք, ուղղակի գոյացում ասում են դե կար ինձ չի խանգարում, եղելանույնը կամ դիմում են, երբ որ նկատում են, որ այդ գոյացությունը չնայած չի ցավ, բայց վերջի ժամանակներ սկսել է ինչ-որ չափերով փոխվել, մեծանալ։ Այդ դեպքում են դիմում, որպես կանոն կարելի ասել, որպես փոքրիկ կլոր շարժում, այսպես կոչված շարիկ են շոշափում, կամ եթե լինում ավելի խորը շերտերում, հիմա փառք Աստծո կան հետազոտություններ, պրոֆիլակտիկ, այսինքն սկրինինգային, համապետական եւ այլ մարզային ծրագրեր, բուժ հիմնարկներն են կազմակերպում իրենց աշխատողների համար պրոֆիլակտիկ զննումներ, որի ընթացքում կարող են պարզապես հայտնաբերվել։ Այդ դեպքում եթե փոքր են նում, պարզապես ասում ենք հսկել, եթե արդեն տեսնում ենք մեծ է, ես ունեցել եմ պացիենտ, որի մոտ 6 սանտիմետր է, որին ասում էր ես 3 չառաջոն եմ շոշափել ու բոլորս էլ կարող ենք հասկանալ, որ 2 օրվա մեջ չէր կարող 6 սանտիմետր ֆիբրոադենոմա ձևավորվել, դա ամիսների, հնարավոր է տարիների պատմություն ունի, բայց պարզապես կին այդ 6 սանտիմետր ընդհանրապես շոշափել էր, ասենք տվյալ օրվանից 2 օր առաջ, որը մի քիչ իհարկե զարմանալի է։ Դա էլ կարող եմ խոսքը ստանել, որ ցանկալի է, պետք չի շատ ֆիքսվել կենտրոնանալ, բայց կարելի է ժամանակ առ ժամանակ կատարել նաև ինքնազննում, որպեսզի ինչ որ փոփոխություններ նկատել դեպքում իհարկե ժամանակին դիմել բժշկի։ Միակ ախտանշանը այդ ուռուցքի առկայությունն է շոշափվող, թե ինչ որ էլի հուշող տարբերակներ կան։ Միակ ախտանշանը գոյացությունն է, ուրիշ ոչինչ։ Ավելին, երբ որ պացիենտը գալի ասում է, որ այ կա գոյացությունը եւ ցավում է, ճառագայթում է ու սկուրծք, չգիտեմ, մեջք, դրանք բոլորը պարզապես կնոջ էմոցիոնալ ֆոնն են։ Ֆիբրոադենոման երբևէ ցավ չի առաջացնում, եթե, ասենք, չգիտեմ, չի զուգակցում ինչ-որ բողոքային կամ այլ երևույթների հետ։ Պարզապես շոշափում է որպես փոքրիկ կլոր շարիկ շարժուն, որպես կանոն անցավ, ամենակարևորը անցավ։ Դրա համար որպես կանոն չեն դիմում եւ դիմում են ավելի ուշ ժամկետներում։
Իսկ ինչ որ արտադրություն, Չէ։ Դա ավելի շատ մաստոպաթիաներին կարող է բնորոշնել, իսկ ֆիբրոադենոմայի դեպքում բացարձակ։ Ընդ որում, եթե արտադրությունը շատ ճիշտ նշեցիք, եթե ավելի բաց գույնի դեղին կամ սպիտակ, դա կարծում եմ վախենալ չի բնորոշել մաստոպաթիաներին։ Եթե արտադրությունը լինում է ավելի շագանակագույն, արյունային կամ սև, այդ դեպքում պետք է զգուշանալ, որովհետև դա արդեն ավելի բնորոշ է ներծորանային պապիլոմատոզ կոչվող հիվանդությանը, որի պարագայում, եթե կարելի այդպես ոչ բժշկական բառերով ասել, փոքրիկ գործնուկի պես փոքրիկ գոյացություններ են արտատար ծորաներում, կաթնային արտատար ծորաներում։ Դրանք որպես կանոն բարորակ են, բայց եթե նույնիսկ ինքը լինում է 3, 4, 5 մմ, մենք անպայման առաջարկում ենք վիրահատություն, որովհետև պապիլոման կարող է ժամանակի ընթացքում, իհարկե ոչ ինչ որ ֆիքսված, այլ կարող ամիսների կամ տարիների ընթացքում վերափոխվել դեպի չարորակը։ Այդ պարագայում մենք անպայման վիրահատություն ենք առաջարկում, առավելևս երբ որ որևէ այլ բուժում գոյություն չունի։ Հնարավոր է մեկ կրծքագեղձում եւ կիստալինի եւ ֆիբրոադենոմա։ Իհարկե, ունենում ենք, որ այդ պարագայում մեր ռադիոլոգները, մամոգրաֆիստները, սոնոգրաֆիստները, ասենց երբեմն երբ որ խոսում ենք, ասում են շատ խառը գեղձեր, այսինքն լինում է եւ կիստաներ, եւ ֆիբրոադենոմաներ, եւ օջախներ, ֆիբրոզ, ադենոզե օջախներ, որոնք առավելևս երբ որ կինը երիտասարդ է, երբ որ գեղձը, այսպես կոչված կոշտ է, տարիքի հետ գեղձը աշճանաբար կլիմաքսի տարիքից հետո արդեն վերափոխվում է դեպի ճարպայինի։ Այդ պարագայում շատ դժվար է ռադիոլոգներին հստակ եզրակացություն տալ ու իրենք որպես կանոն դիմում են կամ կոնտրաստային արդեն մամոգրաֆիայի կամ եթե տարիքը չի, ասենք մամոգրաֆիայի համար առավելևս գեղձը կոշտը առաջարկում են MRT հետազոտություն։ Ավելի հաճախ կոնտրաստային, որը մեզ տալիս է ավելի հստակ պատասխան, արդյոք այնտեղ որևէ վտանգավոր բան կա թե չէ, որովհետև երիտասարդ կանանց մոտ, երբ որ ուղղակի գեղձը շատ կոշտ է, առավելևս հորմոնալ շեղումներ ունեցող կանանց մոտ երիտասարդ, այդ դեպքում շատ դժվար է դնում կողմնորոշվել, թե ինչի հետ գործ ունենք։ Եվ Աստված մեր ասছে, որ այդ կոշտ գեղձի տակ թաքնվածնի որևէ սկսվող process, որը կարող է ասենք 3 կամ 6 ամիս հետո հայտ գա, որը արդեն բնականաբար եւ պացիենտի եւ տվյալ բժշկի համար բացարձակ ցանկալի չէ։ Մեղմ ասած։ Էստրոգենի բարձր մակարդակը հուշող նշան է։ Այո, էստրոգենի բարձր մակարդակը հուշող է, բայց այստեղ շատ կարևոր է նաև հորմոնների, ոչ միայն էստրոգենի, այլև մնացած հորմոնների փոխհարաբերությունը։ Հնարավոր է, որ ինքը լինի բարձր, բայց ասենք այդքան արտահայտված չլինի մաստոպաթիա, այստեղ շատ կարևոր է հորմոնալ բալանսը։ Այս է ավելի կարևոր։ Դրա համար հաճախ մենք դիմում ենք էնդոկրինոլոգի կոնսուլտացիայի կամ գինեկոլոգի կոնսուլտացիայի, ինչի ես սկզբից ասացի, որ եթե մաստոպաթիաների պատճառական խնդիրներից մեկը խումբ պատճառներից մեկը դա հորմոնալ շեղումներն են, գինեկոլոգիական խնդիրները, այսինքն երբ որ մենք հայտնաբերում ենք պարտադիր, ես ինքս առաջարկում եմ դիմել մասնագետին, որպեսզի մասնագետը հասկանա արդյոք կարիք կա որևէ հորմոնների կատարել քննություն կամ կատարել սոնոգրաֆիա կամ ուղղակի զննում, այսինքն որպեսզի հայտնաբերել պատճառը, այո, շատ կարևոր է, շատ ճիշտ եք նկատում։ Մի այսպիսի չգրված օրենք կա, որ ասում են, եթե վահանաձև գեղձի խնդիր ունես, նշանակում են նաև ֆիբրոադենոմա կունենաս եւ ծվարանների խնդիր, դա ճիշտ է։ Կարելի ասել ինչ որտեղ այո, ինչի, որովհետեւ որպես կանոն այդ լինում է մի ընդհանուր համախմբի մեջ, այսինքն երբ որ փորձում ես ավելի մանրամասը կնոջ հետ խոսել, պարզվում է, որ ինքը այո ունի գինեկոլոգիական խնդիրներ, առավելապես հորմոն ակտիվ էնդոմետրիոզներ, ադենոմիոզներ կամ ինչ որ կիստաներ կամ միոմաներ եւ այլ Նա եւս խոսում են մասին, որ այո կա ընդհանուր առմամբ հորմոնալ ոլորտի ֆոնի ինչ որ ընդհանուր փոփոխություն։ Դրա համար էնդոկրինոլոգիային այստեղ գործը եւ դերը շատ կարեւոր է այս ամբողջի մեջ։ Կա այսպիսի տեսակետ, որ եթե երեխաներին կրծքով երկար են կերակրում կամ հակառակը չեն կերակրում, դա եւս խնդիրներ է առաջացնում, թե կրծքագեղձի քաղցկեղ, թե կիստաներ։ Ասեմ այսպես, ուրեմն իհարկե կրծքով կերակրելը դա ի վերուստ բնության տրված օրենք է, դա անհրաժեշտ է։ Պարզապես ինչ-ինչ պատճառներով, կարող են եւ օբյեկտիվ, երբ որ ուղղակի կաթի քանակն է քիչ կամ լինում է, որ կեսարյան հատումից հետո եթե ինք ծնդալուծում լինում է բնականon, օրգանիզմը արդեն պատրաստում է դրան։ Երբ որ ինչ-ինչ պատճառներով կատարում է կեսարյան հատում կամ վաղաժամ ծնդաբերություն, դեռ կրծքագեղձերը լիարժեք պատրաստ չեն լինում։ Եվ ինչ-ինչ պատճառներով կաթի արտադրություն չի լինում։ Իհարկե կերակրել
կերակրել է դա անհրաժեշտություն է եւ մայրիկի եւ բալիկի համար, որտեվ բալիկի նախ փոխանցում են կենսական կարևոր եթե կարելի էսպես ասել, հակամարմիններ, անհրաժեշտ նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ հետագայում առողջ մարդ ձևավորվելու համար։ Իսկ մայրիկին անհրաժեշտ է, որպեսզի գեղձը, այսպես ասենք, աշխատի, եթե կարելի է այդ բառով ասել, այսինքն գեղձը գործի, աշխատի, որը այո, հայտնի է, որ եթե կինը չի կերակրում աշճանաբար ասենք, այսպես ասենք, քաղցկեղի պատճառական գործոններին, այո, շատ կարևոր գործոններից մեկը դա է։ Երբ որ լինում է վաղ մենարխ, այսինքն առաջին դաշտան լինում է վաղ, շատ ավելի վաղ տարիքում, կամ լինում է ուշ կլիմաքս, դրանք այո, նշաններ են, դրանք պատճառներ են, որոնք կարող են նաև հետագայում ինչ որտեղ չասեմ պատճառ, բայց հիմք հանդիսանալ հետագայում քաղցկեղի առաջացման։ Կրծքով կերակրելը դա անհրաժեշտություն է, կարծում եմ դա միանշանակ։ Դեպ դաշտանի դեպքում ժամանակին ասում էին 12 տարեկանից սկսած է, չէ՞, նորմալ, հետո գինեկոլոգները ասում են դրանից ցածրն է հիմա նորմալ։ Ես իմ ուղղակի աշխատանքային, այսպես ասեմ, պրակտիկան փոքր-ինչ վերլուծել եմ, ու երբ որ կինը 70 եւ բարձր տարիքերնում, որպես կան, երբ որ հարցում ես, իհարկե երբեմն չեն նշում, բայց ասում են վերջի դասարաններում կամ ավարտելուց հետո, այսինքն 15-ից ոչ 16-17 տարեկանում ավելի միջին տարիքի, ասենք 40-50 տարեկան կանանց մոտ 13-14-ը կարելի ասել, արդեն նորմալ է։ Հիմա նույնիսկ 10-11 տարեկանը արդեն դարձել է կարծես թե նորմա, որը շատ այդպես է բնությամբ, բայց եթե հաշվի առնենք 50 տարվա ինտերվալի մեջ արդեն այդքան 6-7 տարիների փոփոխություն, դա իսկապես հսկա փոփոխություն է, որը չգիտեմ, հետո միգուցե Աստված առաջ, միգուցե հետագայում կերևա դա ինչքանով է վտանգավոր կամ ոչ վտանգավոր հետագայում, ասենք հիմա երիտասարդ աղջիկների համար կյանքի առողջության առումով։ Դա դեռ ուսումնասիրման փուլում է։ Դե բնականաբար, եթե ասենք երեխան դեռ 15 տարեկան է, դեռ տարիներ հետո արդեն նոր կերևա արդյոք դա ինչքանով է հետագայում խնդիր ստեղծելու կնոջ համար, որտեվ վաղ մենարխեն, այսինքն վաղ դաշտանը դա նաև օրգանիզմի հասունության վրա է ազդում, այսինքն 10-11 տարեկան երեխան արդեն կարծես հորմոնալ արդեն կայանում է, դա շատ, չգիտեմ, միգուցե ես իմ մասնագիտության մեջ չի մտնում, բայց դա հետագայում ինչպես ասում են հետևանքները հետո միգուցե կերևա։ Մեր թվարկած կիստաների եւ ֆիբրոադենոմաների դեպքում միակ ախտանշանը ոնց հասկացա ցավն էր։ Կիստաների դեպքում այո, ֆիբրոադենոմաների մոտ ավելի զուտ գոյացության առկայությունը, այո։ Այդ դեպքում կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ինչ ախտանշաններ կան։ Այդ քաղցկեղը իրեն պահում են պես, որ ինքը հնարավորին չափ լինի աննկատ։ Այսինքն տվյալ պարագայում եւս ցավ բացարձակ կատեգորիկ չի զգում, ավելին երբ որ ցավոք լինում են դեպքեր, որ պարզապես կրծքագեղձի կեսը ուղղակի քայքայված վիճակում է, բառացիորեն քայքայված, գարշահոտ, արնասությամբ եւ այլը, երբ որ հարցում ես ինչ կան կատնես, ասում է ցավ չունեմ։ Երբեմն լինում է, որ պացիենտին ուղղակի գրեթե ուժով մերում են հարազատները, որովհետև արդեն դժվար է լինում այդ գարշահոտության պայմաններում ուղղակի ապրել, ասենք առավել եւս երբ որ առանձնատուն չի, այսինքն բնակարան է եւ շատ դժվար է։ Այդ պարագայում նույնիսկ կինը ցավ չի ունենում։ Ու ամբողջ խնդիրն էլ հենց դա է, երբ որ կինը ցավ չի ունենում, կամ զգում է ինչ-որ կոշտություն իրեն խոսքերով կամ բնդություն, որը իրեն չի անհանգստացնում ու ինքը չի դիմում։ Պարզապես մտածելով, որ դա ուղղակի ինչ-որ կոշտություն է։ Սա է խնդիրներից մեկը, որ կինը ուշ է դիմում։ Ցավ երբևէ չի լինում, ոչ։ Բա ինչ ախտանշան կա։ Գոյացություն, կոշտություն, պնդություն, կներեք արդեն քայքայված ուռուցք։ Իսկ արտաքինից Եթե գոյացությունը տեղակայում է մակերեսային շերտերում, մաշկի քայքայում, խոցոտում, վերք, ուռուցք քայքայված, բայց ցավ չի լինում։ Դրա համար կինը չի դիմում։ Եթե իհարկե ինքը ուշադիր չէ իր անձի եւ իր առողջության հանդեպ։ Հետևաբար կանայք ինչ բարբերականությամբ պետք է ստուգվեն։ Տարի մեկ դա բոլոր կանանց մոտ պետք է լինի բնականաբար, որ առողջ մարդկանց մոտ պրոֆիլակտիկ սնություն, բայց այստեղ մի քիչ առաջ ես ասացի, որ այո կան ծրագրեր, որոնք Փառք բարեբախտաբար տալիս են հնարավորություն վաղ հայտնաբերման։
նույնիսկ նախակլինիկական, այսինքն երբ որ կինը դեռ ոչինչ չշոշափել, ոչ մի արտաքին փոփոխություն չկա, փոփոխությունը կարող է լինել կրծքի դեֆորմացիա, մաշկի այտուցվածություն, պտուկի ներքաշվածություն, այսինքն նշաններ, որոնք պարզապես կինը տեսնում է, որ չկար, ինչ որ ժամանակ առաջ, մեկ շաբաթ կամ մի ամիս առաջ, որը հայտնվել է, ասենք, վերջին 4-1 քանի օրվա ընթացքում, բայց դա արդեն կլինիկական նշաններն են, որոնք արդեն նկատում են, երբ որ արդեն գոյացությունը բավական չափերով մեծացել է, գոնե 2 կամ 3 սանտիմետր։ Իսկ հիմա ամբողջ նպատակը առողջապահության միտումը այն ուղղությամբ է, որ հայտնաբերել դեռ նախակլինիկական փուլում, այսինքն երբ որ գոյացությունը դեռ մի քանի միլիմետր է, 3, 5, 7, չգիտեմ 10 միլիմետր, որը ոչ մի կերպ կինը չի կարող շոշափել, իսկ դրա համար անհրաժեշտ է կատարել պրոֆիլակտիկ զննություններ, այսինքն տարի մեկ առողջ կանանց մոտ եւ եթե կա ծրագրեր, եթե ինքը տվյալ ծրագրի շահառու է, անպայման գնա հերթական զննությունը կատարել։ Եվ ամենակարևորը, ինչու ենք մենք խորհուրդ տալիս վաղ հայտնաբերումը, որովհետեւ տվյալ պարագայում արդյունքները լինում են բավարար եւ հոգեբանական կնոջ համար, եւ ֆիզիկական, եւ իհարկե սոցիալական առումով։ Այսինքն, երբ որ մենք փոքր ենք հայտնաբերում գոյացությունը, դեռ մի քանի միլիմետր, մենք կարող ենք առաջարկել կրծքագեղձի մասնահատում։ Խոսքս արդեն վիրատական բուժման ուղղությամբ եմ տանում, երբ որ կարելի է կուրծքը պահպանել, երբ որ արդեն գոյացությունը մեծ է, երբ որ արդեն ինքը բերել է փոփոխությունների, բնականաբար կրծքի պահպանումը դա մեծ խնդիր է, այսինքն խնդրառույց է, կարող ենք ինչ որ ձևով գնալ, ասենք մասնահատման, բայց կրկնողության ռիսկը մեծանում է։ Իսկ ինչքան գոյացությունը փոքր է, այնքան բնականաբար ավելի կոսմետիկ դեֆեկտը, խնդիրներ լինում են ավելի քիչ կամ աննկատ եւ բնականաբար առողջություն պահպանում է եւ որպես կին ընտանիքի համար, որպես մայր, որպես կին եւ իհարկե որպես սոցիալական առումով, այսինքն ինքը լինում է առողջ եւ չի բերում հաշմանդամության։ Ես դեպք գիտեմ, որ կինը հրաժարվեց կատարել կրծքագեղձի վիրահատություն, քաղցկեղ ուներ, ինքը ասում էր, չէ, առանց կուրծք չի լինի եւ այլն, բայց ինչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը։ Տեսեք, կան բուժման տարբեր եղանակներ։ Հիմնական դա քիմիոթերապիա, վիրահատություն, ճառագայթային թերապիա, հորմոնալ բուժում, թիրախային թերապիա, բայց այս ամենը պետք է ոչ թե պացիենտը որոշի, այլ դա արվում է բժշկի խորհրդով, այսինքն դա կախված է շատ հանգամանքներից, նախ ուռուցքի տեսակից։ Մենք շատ դա առանցքային դեր ունի։ Դրա համար մենք երբ որ ունենք նույնիսկ կասկած քաղցկեղի, մենք անպայման առաջարկում ենք տրեպան բիոպսիա, այսինքն բիոպսիային կատարում հյուսվածաբանական եւ իմունոհիստոքիմիական հետազոտությամբ։ Իմունոհիստոքիմիական հետազոտությունը մեզ տալիս է ինֆորմացիա ուռուցքի ենթատիպի որոշման առումով։ Կան դեպքեր, որոնք նույնիսկ փոքր ուռուցքների դեպքում, երբ որ իրենք պոտենցիալ ագրեսիվ, այսինքն ակտիվ ուռուցքներ են, մենք բուժումը սկսում ենք նախավիրահատական դեղորայքային բուժում, դա կլինի թիրախային թերապիա, թե քիմիոթերապիա։ Եթե տեսնում ենք, որ ինքը ագրեսիվ տարատեսակը չի, այդ դեպքում կարող ենք առաջարկել վիրահատություն։ Արդեն վերջում նաև ճառագայթային բուժում։ Այս ամենը միմիայն պետք է արվի լիարժեք հետազոտություններից հետո, այսինքն առաջի 2 կարևոր հիմնական հետազոտություն իմունոհիստոքիմիական, ինչպես ասեցի, եւ իհարկե համակարգչային շերտագրությունը, որպեսզի տեսնենք արդյոք չկա որևէ այլ տեղ օրգանիզմում, այլ հատվածներում մետաստատիկ ախտարում, որտեղ դրանից նույնպես կարող է բուժման տակտիկան լիովին փոխվել, ամբողջովին փոխվել։ Այնպես որ բուժման եղանակի եւ եղանակների եւ հաջորդական ցանտրությունը հավատացեք, որ դա շատ կարևոր առանցքային դեր ունի բուժման հետագա արդյունքների համար, այսինքն հետագայում կրկնողության հավանականությունը, երբեք չեն կարող բացառել հավանականությունը նվազեցնելու համար։ Անկախ ամենից հիվանդությունը ցավոք իրեն բնույթ այնպեսին է, որ ինչու ենք ասում չարագ, որտեղ ինքը կարող է կրկնվել, ընդ որում կրկնողությունը կարող է լինել շատ տարբեր ժամանակներում։ Ցավոք ունենք դեպքեր, որ մի քանի ամիս անց մենք տեսնում ենք կրկնողություն, դա շատ ագրեսիվ ուռուցքներին է վերաբերում, բայց կարող է կրկնողությունները 1 տարի, 10, 20 կամ չգիտենք 50 տարի հետո, ընդ որում կրկնողությունը կարող է լինել 2 ձևով՝ տեղային
եւ հեռակա, տեղային, այսինքն երբ որ տվյալ հատվածում նոր կրկվում է եւ այն մի քիչ առաջ ես ինչ ասացի, որ եթե փոքր է նմգոյացություն, մենք կարողանում ենք լայն մասնահատել, հեռացնել, կուրծքը պահպանել, դրանով իսկ կանխելով հետագա կրկնողությունը, տեղային կրկնողությունը եւ հեռավոր կրկնողությունը, այսինքն դա վերաբերում է այլ օրգան համակարգերում մետաստազների արտահայտման։ Ես դրա համար ինչ ենք անում, պարտադիր ունենք ժամանակացույց, առաջի տարվա ընթացքում 3 ամիս 1, երկրորդ տարվանից սկսած 6 ամիս 1 հետազոտություններ են կատարում եւ ամբողջ կյանքի ընթացքում մենք խորհուրդ ենք տալիս դնել դինամիկ հսկողության ներքո, այսինքն տարի 1 գոնե կատարել մի քանի հետազոտություններ, մամոգրաֆիա, եթե պահպանվել է կուրծքը տվյալ կողմից եւ նաեւ առողջ կողմից համակարգչային շերտագրություն, սցինցիգրաֆիա, ոսկորների օստեոսցինցիգրաֆիա եւ հետազոտություններ, որոնք օնկոմարկերների որոշում, որոնք կարող են հնարավորինս փոքր որևէ օրգանիզմի ինչ որ հատվածում փոքր նշանների ոչ թե կլինիկական, այլ ռադիոլոգիական նշաններ, այսինքն ինչ որ հատվածում ենթադրենք տեսնենք, որ կա 5-6 մմ գոյացության հայտնաբերում, հնարավորինս վաղ հայտնաբերել ու կատարել համապատասխան բուժում։ Այսինքն չթողնելով, որ մետաստազը մեծանա ու այլևս բերի անդարձելի խնդիրների հետևանքների։ Եթե արդեն մետաստազներ կան, մեխանիկորեն կյանքը փրկել չի ստացվի։ Չէ, այդպես չի կարելի անել։ Չի կարելի ասել, որտեվ օրինակ, իհարկե կախված է թե որ օրգանի մետաստազների մասն է խոսքը։ Որպես կանոն կրծքագեղձի քաղցկեղը առաջին հերթին մետաստազներ է տալիս ոսկորներ, թոքեր, լյարդ, գլխուղեղ եւ կախված օրգանից արդեն կարող է պրոգնոզը տարբեր լինել։ Որպես կանոն ոսկորների մետաստազների դեպքում պրոգնոզը լավ եւ բուժումը բավականին լավ երկարատև արդյունքներ է ունենում։ Թոքերի դեպքում ավելի քիչ ավելի է բուժման արդյունավետությունը, բայց իհարկե ավելի բնականաբար բարձր է։ Լյարդի եւ գլխուղեղի դեպքում ցավոք արդեն պրոգնոզը բավականին վատ է եւ բուժման հնարավորություններն են ավելի սակավ եւ արդյունավետությունը ավելի ցածր։ Այսինքն այդպես չի կարելի ասել, որ եթե կա մետաստազ, իհարկե մետաստազները համարվում են 4-րդ փուլ, բայց չի կարելի միանշանակ այսպես ինչպես ասում են, մի թրով, ասել, որ վերջ արդեն տարածված է, այլևս անել չի կարելի։ Ոչ, ունենք պացիենտներ, որոնք ընդ որում տարի ավելի նորանոր պրեպարատներ են հայտնվում, որոնք երբեմն բերում են լիարժեք ռեզորբցիա, այսինքն երբ որ մետաստազ լիարժեք անցնում է, կամ էլ բերում են ուղղակի վիճակի ստաբիլիզացիա, այսինքն կա բուժումը կատարում է եւ մնում է նույն չափով, այսինքն չի մեծանում, չի պրոգրեսիվում, պահում ենք հսկողության տակ եւ մարդը իրեն պարզապես պրակտիկ առողջ է զգում, կա խնդիրը, բայց ինքը կարող է իհարկե միգուցե որոշակի քիչ սահմանափակումներ, բայց իրեն կյանքը շարունակել ապրել եւ ուրեմն կենսագործել։ Վերջերս դուք բացառիկ վիրահատություն եք կատարել 10 կիլոգրամանոց ֆիլոիդ ուռուցք եք հեռացրել։ Սա ինչպես էր բացահայտվել։ Այո, շատ եզակի դեպք էր, որի պարագայում ուղղակի ինքը իր բնույթով շատ եզակի էր, այսինքն պարզապես կինը թողել էր, որպեսզի կուրծքը հասներ այդ վիճակի։ Դա չգիտեմ ինչպես էր ինքը դա պահել, ինչպես էր ինքը դա արել, ուղղակի որ համեմատության մեջ նայում էր, առողջ կողմի կուրծքը բավականին փոքր, իսկ դա ինքն այդ ուղղակի պարզապես պետք է պատկերացնել 10 կիլոգրամ կուրծքը, ասեք եւ չափերով եւ ծանրությամբ ինչպես էր կին ուղղակի ապրում եւ եկել էր պարզապես այն ժամանակ, երբ որ արդեն սկսվել էր քայքայվել, այսինքն դիմել են այն ժամանակ, երբ որ առնահոսել էր, դա չգիտեմ, լինում են եզակի դեպքեր, որ մենք ինքներս ենք երբեմն ինչպես ասում են, sense զարմանում, մեղմ ասած, բայց այո, լինում են, ցավոք լինում են։ Երիտասարդ կին, որը ուղղակի ընտանիքում գիտեին, տեսնում էին բնականաբար, չտեսնել հնարավոր չի, դա ամիսների պատմություններ, պարզապես թողել են, որ եկել էր այդ չափերը, արդեն քայքայում եւ անհասում էր, եւ իրանք որոշեցին, որ այդ օրը պետք է ուղղակի դիմեն։ Ընդ որում դիմել էին ուրբաթ օրը արդեն օրվա աշխատանքային ավարտին, օրվա ժամը 4:30, ուղղակի տենց հրատապ զանգելով գալով, որ մի բան արեք, որ արդեն ինքը քայքայում առնահոսում է։ Այդ պարագայում իհարկե մի քիչ ճիշտ չէ, որ ասես, բայ ինչի եք թողել այս վիճակին, արդեն պացիենտը դիմել է, ստիպված է այդ վիճակում արդեն խնդրին լուծում տալ, բայց
Հետո երբ որ հարցում ես, դե ասում է, դե մեծանում էր, բայց չէր խանգարում։ Ուղղակի այդպես ինքը հարմարվել էր։ Իսկ երբ որ արդեն ներողություն սկսել էր արունահոսել, ինքը այդ պահին որոշել է, որ արդեն իրեն խանգարում է։ Ու դիմում է ուրբաթ օրը ժամը 4:30։ Ու ասում է, դե մի բան արեք, շուտ արեք։ Բայց բարորակ ուռուցք էր, չէ՞։ Հիմնական բարորակ էր, բայց որոշակի հատվածներում արդեն կար վերափոխման միտում եւ նույնիսկ փոքր հատվածում արդեն կար վերափոխում։ Այսինքն դուք շատ նուրբ բայց մոտեցաք հարցին, որ չէ՞ որ մենք խոսքի մեր խոսակցության սկզբում ասացինք, որ տեսնում ենք, որ կա գոյացության չափերի մեծացում որոշակի ժամանակի ինտերվալում, այսինքն եթե տեսնում ենք արագ մեծանում է, դա ամեն դեպքում Աստված տա, որ իհարկե արդյունք ունի բարակ, բայց արագ մեծացումը խոսում է տվյալ գոյացության ակտիվության մասին։ Իսկ եթե խոսքը գնում է 3 կամ 5 սանտիմետր ֆիբրադենոմային մասին, այնտեղ շատ քիչ հավանականություն դեպի չարագացման, բայց եթե արդեն դուք պատկերացեք 10 կիլոգրամը, դա արդեն հսկայական ուռուցք է եւ շատ դժվար է պատկերացնել, որ կարա լինի ինչ-որ հատված, որը արդեն վերափոխված չլինի չարագի։ Եվ ցավոք մենք ստիպված եղանք երիտասարդ կնոջ մոտ գնալ հաշմող, այսինքն կարճ ասած կրծքագեղձի հեռացման։ Դա բնականաբար չէր արվի, եթե ինքը ժամանակին դիմեր։ Ուստի ժամանակին հետազոտվեք ժամանակին դիմեք բժշկի։ Իհարկե չթողնելով, որ հասնի 10 կիլոգրամ չափերի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում ենք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամմոլոգիական բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանի հետ։